ես չեմ ուզում երկար խոսել, որտեվ խոսողներ շատ կլինեն, դա բոլորին հունից հանելը, մենք չեն կարող նորմալ աշխատել, որտեվ երրորդ տարին է ամեն ամիս սկսում են ռեմոնտը, սեպտեմբերին կսենք, հունվարին կսենք, չէ, հունիսին կսենք, չէ, նոյեմբերին կսենք, հասկանում եք ինչ է կատարում, դա հոգեբանական ճնշում է, էլեմենտար հոգեբանական ճնշում է, այսինքն դու պլանավորել, ոչ մի բան չես կարող, դու կարող ես պլանավորել ինչպես աշխատել այդ դեպքում, մի դեպք էլ ձեզ պատմեմ, որ դուք հասկանաք տրամաբանություն է այս գործողության, 3 թե 4 ամիս չեն տալի մեզ աշխատավարձ, մեր հասնող սուբսիդիան, այսինքն հունվարից մինչև այս վերջերս, պարոն Թորոսյանը կարողացավ մեր աշխատած փողերից տա մեր աշխատավարձ, ինչ են իրանց ասացը, գայք ստորագրեք, ինչ-որ թուղթ, որ պետք է ստորագրեք, չկա տես թուղթ, իրանք պարտավոր են այդ փողը տա, չի տրվում, ինչի համար, որ մենք ոգևորվենք, որ մենք դժգոհենք, չէ, մենք են մարդիկ չենք, որ պետք է ոգևորվենք և դժգոհենք, մենք կարող ենք հակառակվել, մենք կարող ենք պայքարել, մեր գերագույն նպատակի համար, սա այս ամեն ինչ ես ուզում եմ, որ դուք տեղյակ լինեք, որ նույն հարցերը էլի չտակ, իսկ եթե հարցեր ունեք, խնդրեմ, և ես շատ կուզեի, որ կոլեկտիվի անդամներն էլ անպայման ելույթ ունենան, որտև ամեն մեկի մեջ հիմա մի քիչ չարություն կա, մի քիչ եմ ասում, շատլներ կպայթեր ես, շենքը, որը ագին ժամանակ չի կառուցվում, չի, Խեչ Ստանիսլավսկին ժամանակին ասել է ամենագեղեցիկ, ամենահարուստ թատրոնը պետք է լինի մանուկների համար թատրոնը, որ երբ երեխան մտնում է ֆոյե, նա պետք է արդեն մտնի հեքիաթի մեջ, հեքիաթ պետք է լինի, իսկ ես գորշ վիճակում, որ մենք գտնվում ենք, ուրիշ խոսք ես չգտա ավելի մեղմ, չի կարող այդ թատրոնը գոյություն ունենալ, չի կարող այդ թատրոնը երիտասարդ դերասանները ստանան մինիմալ աշխատավարձ, փոքր աշխատավարձ, որ իրանց ստիպում է մի 3 տեղ աշխատել, ես մի 4 տեղ, որ գոնե ընտանիքը պահեն մի կերպ, ուրեմն ոչ թե մենք ունենք ինչ-որ բան մտածելու տեղ, այլ նրանք, որոնք պարտավոր են մտածել այդ մասին։ Այսքանն է ես կասեմ, ես մնացածը խնդրեմ, եթե հարցեր ունեք, կարող եք, Վան, արի, դու էլ արի մոտս, Արտուր, արի, ինչ հարցեր ունեք, հարգելի ժուրնալիստներ։ Այսինքն, ուրեմն ես հասկացա ձեր, մի անգամից ասեմ, ուրեմն ես արդեն 58 տարի է թատրոնում եմ, արվեստում չեմ ասում, ավելի երկար, բայց թատրոնում կոնկրետ 58 տարեկան եմ, դա արվել է միշտ այն դեպքում, երբ ուզեցել ինչ-որ մեկին հանել, մյուսին նշանակել, հետո տալ հնարավորություն, որ թատրոնը միաժամանակ չլինի, դերասանները
բարձա կարող են տարբեր տեղերում հայտնվեն, եւ այդ դեպքում շատ հեշտ է այդ թատրոնը ինչ ասես անել։ Այդ թատրոնը ինչ ուզես կարող ես անել։ Ես ճիշտ ասած իր հետ ծանոթ չեմ եւ իր մտքերի շարժումը ինձ համար ես ասում եմ այն ինչ որ թատրոններում միշտ կատարվել է կամ էլ ռեմոնտ են սկսել միշտ ես նկատի ունեմ եւ սովետի ժամանակ եւ այսպես ասած դեմոկրատիայի ժամանակ հիմնականում փող շահույթ ունենալն է չէ դա պետքա ուրիշ անի իհարկե այդ միշտ տենց հայղել հենց որ ես չեմ բացատրում ինչ որ ճշմարտ տենց հայղել միշտ